Բարև ձեզ ընկերներ, թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի։ Այս վերջերս մենք Սուրբ Հոգու մասին ենք խոսում։ Սուրբ Հոգին նա ճշմարտության հոգին է։ Եվ առաջնորդում է մեզ դեպի ամեն տեսակի ճշմարտության։ Եվ երբ նա մեզ առաջնորդում է, մենք ունենք այդ ապահովությունը։ Ունենք վստահություն, որ ամեն ինչ լավ է լինելու։ Եթե նա մեր կյանքի կենտրոնում է գտնվում, մենք ամեն ինչի վրա վստահ ենք և կարող ենք հանգիստ լինել։ Բայց հիմա շատ ուշադիր եղեք։ Այն ինչ որ ես ասելու եմ շատ կարևոր է։ Բացի Սուրբ Հոգուց, մենք խոսում ենք նրա մասին, որ կա մեկ խաբեության ոգի։ Եվ Նոր Կտակարանում առաքյալները շատ են խոսում այդ խաբեության ոգու մասին։ Կցանկանայի, որպեսզի ինձ հետ միասին մտածեք այս խոսքերի շուրջ, որոնք ես կարդալու եմ։ Երկրորդ Թեսաղոնիկեցիներին, երկրորդ գլխում Պողոս առաքյալն այսպես է ասում։ Եվ նույնպես Հովհաննես առաքյալը խոսում է այդ խաբեության ոգու մասին։ Այդ խաբեության ոգին եկեղեցիների մեջ է գործում։ Ցավոք, ես նրա գործերը շատ եմ տեսնում նույնպես մեր եկեղեցում։ Բայց ցավոք, ինչ կարող ենք մենք անել։ Եթե մարդը բռնված է այդ խաբեության ոգով, ինչպես կարող ենք մենք այդ ոգուն դուրս հանել։ Եթե մարդն իր զգացմունքների, իր էմոցիաների պատճառով այդ խաբեության մեջ է մտել, նրան օգնելը շատ դժվար է։ Բայց իհարկե, եթե մարդն անկեղծ է Աստծո առաջ, Աստված կօգնի նրան։ Բայց երբ մարդիկ անկեղծ չեն, նրանք կեղծավորի նման են, իրենք իրենց խաբում են, Աստված այստեղ չի կարող օգնել։ Ամենավատն այն է, որ նրանք ոչ միայն ուրիշներին են խաբում, այլ խաբում են հենց իրենց։ Պողոս առաքյալը Թեսաղոնիկեցիների երկրորդ գլխում այսպես է ասում։ Եկեք միասին կարդանք և մտածենք այս խոսքի շուրջ։ Եղբայրներ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան ու մեր նրա մոտ հավաքվելու համար խնդրում ենք ձեզ։ Իմ ընկերներ, ինձ թվում է բոլորս էլ համաձայն ենք, որ Տերը շուտով կվերադառնա։ Պողոսն այստեղ շարունակում է. խնդրում ենք ձեզ, որ դուք ձեր մտքից շուտ չշեղվեք ու չսարսափեք ոչ հոգով, ոչ խոսքով, ոչ էլ որպես մեր կողմից գրված նամակով, իբրև թե Քրիստոսի օրը եկել հասել է։ Թող ոչ ոք ոչ մի կերպ ձեզ չխաբի, որովհետև Տիրոջ օրը չի գա, եթե նախ ապստամբությունը չգա ու չհայտնվի անօրենության մարդը, կորստյան որդին։ Այստեղ Պողոսը ցույց է տալիս, թե ինչպես է սատանան խաբում մարդկանց։ Մարդիկ, ովքեր Աստծուց են, և եթե հանկարծ նրանք ինչ-որ մեղք գործեն, ինչ-որ տեղ սխալվեն, նրանք հասկանում են, որ դա մեղք է, և շատ արագ կազատվեն դրանից։ Բայց կան մարդիկ, ովքեր հակաքրիստոսի հոգով են ապրում։ Այդ մարդիկ ընդհանրապես վստահություն չունեն։ Նրանք անընդհատ կասկածների մեջ են, որովհետև մինչև այս պահը նրանք դեռ չեն ճանաչում Աստծուն։ Նրա հետ ոչ մի հանդիպում չեն ունեցել, չեն ստացել Աստծո կնիքը։ Այդպիսի մարդկանց Սուրբ Հոգին չի առաջնորդում։ Սատանան այդպիսի մարդկանց խաբում է, նրանց վստահություն է տալիս, որ նրանք Սուրբ Հոգով են մկրտված, նրանք նույնիսկ օտար լեզուներով են սկսում խոսել։ Ինչ-որ բաներ են սկսում գուշակել, պարգևներ են ստանում, բայց այդ ամենը սատանայից է։ Եվ մարդիկ սկսում են հավատալ այդ ամենին։ Իմ ընկերներ, մի մոռացեք, որ սատանան երբեմն իրեն լույսի հրեշտակի տեղ է դնում։ Եվ նույնիսկ շատ անգամներ մարդկանց է երևում այդ կերպարով։ Սատանան նույնիսկ ընտրյալներին է փորձում խաբել։ Եվ Պողոսն այստեղ ասում է. թող ոչ ոք ձեզ չխաբի։ Ինչ մենք այստեղ կարդացինք։ Պողոսն ասում էր. ձեր մտքից շուտ չշեղվեք։ Այլ խոսքով դուք ստուգում եք ինքներդ ձեզ։ Ստուգում եք և հասկանում եք, թե ինչ իրավիճակում եք դուք գտնվում։ Դուք կարող եք ստուգել նույնպես այլ մարդկանց։ Եվ այսպես ասեմ, պետք է ստուգեք։
Պետք է ստուգեք, թե այդ մարդիկ Աստծուց են, թե ոչ։ Կարող եք ստուգել նույնպես ինձ, ում որ դուք լսում եք, հարկավոր է, որպեսզի ստուգեք նրանց մտքերը, նրանց խոսքերը։ Դուք պետք է ուշադիր լինեք եւ նայեք։ Այն ինչ որ ես ձեզ փոխանցում եմ, ինչ որ սովորեցնում եմ, համապատասխանում է Աստծո խոսքի հետ, թե ոչ։ Որովհետև եթե դուք ինչ որ բան եք լսում եւ դա Աստծո խոսքի հետ չի համապատասխանում, ուրեմն դա սուտ է։ Փոխարենը, որպեսզի դուք միանգամից զգացմունքների մեջ ընկնեք, սկզբից մտածեք։ Շատ մարդիկ հենց այդպես իրենց խաբում են, ամուսնանում եւ սպասում են հավիտենական սիրո։ Նրանք մեղրամիսի են սպասում, բայց մեղրամիսի փոխարեն նրանց կյանքը շատ դառն է անցնում, որովհետև այդ մարդիկ իրենց զգացմունքներով խաբել են։ Իմ ընկերներ, ուրեմն միշտ ապեք ձեր մտքով շեղվելու։ Երկրորդ Կորինթացիներում եւս մեկ խոսք կա, որ շատ լավն է։ Եկեք նույնպես կարդանք միասին։ Երկրորդ Կորինթացիներին 4-րդ գլուխ եւ 4-րդ խոսք։ Որոնց մեջ անհավատների սրտերը այս աշխարհի աստվածը կուրացրեց, որպեսզի նրանց վրա չծագի Քրիստոսի փառավոր ավետարանի լույսը, որ աներևույթ Աստծո պատկերն է։ Ուրեմն սատանան խաբեության միջոցով փակում է մարդկանց մտքերը, կուրացնում է նրանց։ Կան շատ մարդիկ, ովքեր ասում են. «Գիտեք ինչ, ես Աստծուն չեմ հավատում»։ Եթե դուք սա քննարկում եք, դուք հավատում եք, որ ինչ որ բան գոյություն ունի, որ Աստված կա, բայց նախընտրում եք չհավատալ նրան, եւ սատանան այդպիսի մարդկանց կուրացնում է։ Եվ մարդիկ դադարում են մտածել, սկսում են միայն ցանկություններով շարժվել։ Եկեք հիմա վերադառնանք 2-րդ Թեսաղոնիկեցիներին եւ շարունակենք եւս մեկ անգամ կարդալ։ Դուք ձեր մտքից շուտ չշեղվեք ու չսարսափեք ոչ հոգով, ոչ խոսքով, ոչ էլ որպես մեր կողմից գրված նամակով։ Ինչու ենք մենք սա կարդում։ Որովհետև մարդկանց համար շատ հեշտ է, որպեսզի իրենք թողնեն մտածելը եւ սկսեն շարժվել ցանկությունների հետևից։ Աշխարհում շատ խելացի մարդիկ կան։ Նրանք շատ բարձր կրթություն ունեն, բայց երբեմն նրանք ընտանիք են ստեղծում եւ տառապում են։ Սա նշանակում է, որ նրանց գիտելիքը չի օգնում նրանց, որպեսզի ճիշտ որոշում կայացնեն կյանքում։ Այդպիսի մարդիկ չունեն այն իմաստությունը, որն Աստված է տալիս։ Կարծում եմ, որ այս խոսքն օգնեց ձեզ։ Եվ իմ ընկերներ, ստուգեք ինքներդ ձեզ, ստուգեք եւ հասկացեք, արդյոք հավատի մեջ եք գտնվում, թե ոչ։ Դուք իրականում հավատի մեջ եք, թե ուղղակի ինչ-որ էմոցիայի, ինչ-որ զգացմունքի հետևից եք գնացել։ Իհարկե, Աստված մեզ այս զգացմունքները տվել է, եւ մենք բոլորս էլ մարդիկ ենք։ Մենք տարբեր զգացմունքներ ունենք։ Այս զգացմունքները կան, որպեսզի մենք հաճույք ստանանք Աստծո ստեղծագործություններից, բայց իմ ընկերներ, մի մոռացեք, որ այդ ամենը մեղքի պատճառով անիծվել է։ Աստվածաշունչն ինչ է ասում. ով որ աշխարհը սիրում է, նրա ներսում չկա երկնային Հոր սերը։ Ուրեմն շատ ուշադիր եղեք, որպեսզի Աստծո խոսքի մեջ մնաք։ Պողոս առաքյալը Թեսաղոնիկեցիներին նամակում ասում է, որպեսզի հոգով ապրեն։ Եվ հոգով ապրելը նշանակում է մտածել Աստծո խոսքի մասին եւ կատարել այդ խոսքը։ Իմ ընկերներ, թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի։
Մինչ մյուս հաղորդում։ Ամեն։